ուրիշ բան էլ կա, չէ՞, ասում ես քո համար մազերս եմ սպիտակացրել։ Ես քո համար ամեն ինչ արել եմ։ Ամբողջ կյանքի համար ծմահ պարտքի զգացում է առաջացնում եւ մի տեսակ այս հարաբերությունները առհասարակ ծնող երեխա առանց պայմանների, առանց պայմանականությունների հարաբերություններ են, չէ՞, այնտեղ մենք չենք հաշվում, որ այ ծնողս 2 անգամ արեց, ես 2 անգամ վերադարձնեմ, ես 3 անգամ արեցի, ծնողս 2 անգամ սիրո նման է շատ, չէ՞։ Ու այս տեսակ արտահայտությունները մի տեսակ առևտրային են դարձնում այդ հարաբերությունները։ Մենք սկսում ենք առուծախի վերածել։ Դարձնում են առևտրային եւ արդյունքում տուժում է հոգեկանը։ Հոգեկանը բազային հավաքում է նման հարաբերության մեջ եւ ամոթը եւ մեղքի զգացումը։ Այսինքն այսքան բան իմ ծնողն արել է ու ես հանկարծ իրականացնեմ իր սպասումները։ Ես կդառնամ վատ երեխա եւ քրոնիկ տանջող նևրոտիկ մեղքի զգացման մեջ է հայտնվում երեխան, եթե հանկարծ իր կյանքում չի հաջողել մի իրողություն եւ չի կարողացել իր ծնողի մոր կամ հոր արածը հետ վերադարձնի ինչ-որ մի ձև։ Կամ այնքան է սկսում մարդը աշխատել իր ամբողջ կյանք, նույն տրուգագոլիզմը ինչ մեխանիզմով է ձևավորվում։ Այսինքն այնքան աշխատեմ, որպեսզի կարողանամ իմ ծնողների արարքը այո, հետ վերադարձնեմ կամ արժանանամ իրենց իսկական իսկ սպասմանը, որը որ տանում է դեպի քայքայմանը անձին, կյանքից անբավարարվածության զգացողությանը, երբեք էլ այդպես մարդը երջանկությունը չի կարողանում ունենալ։